Այն, որ Աստված չի ընդունում ոչ ճշմարիտ խոսքը, այսինքն սուտը, կեղծիքը, ոչ միայն մենք տեսնում ենք տասնաբանյայից երկու հստակ պատվիրաններով Աստծո անունը զուր տեղը չտաս եւ սուտ վկայություն չանես ուրիշի դեմ, այլ դեռևս այդ պատվիրանների տվչությունից առաջ Բաբելոնի աշտարակաշինության դրվագում, որտեղ տեղի ունեցավ կոլեկտիվ սուտ, կեղծիք, հակառակ Աստծո կամքին եւ ճշմարտությանը։ Եթե առաջի մեղքի պատմության մեջ մենք տեսնում ենք մարդ Աստված կամ ընտանիք Աստված հարաբերությունների խեղաթյուրումը եւ խզումը, համապատասխան հետևանքով Աստծուց հեռացման, ապա մարդկայնացմամբ, որի հետևանքը եղավ առաջին սպանությունը, որ էր եղբայրասպանությունը։ Ապա Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ մենք արդեն տեսնում ենք գործված մեղք կատարված քաղաքական, սոցիալական, մշակութային եւ հանրային մակարդակի վրա։ Փորձենք մանրամասն դիտարկել այդ տեքստը։ Նախ Բաբելոնի աշտարակաշինությունը ներկայացվում է ջրեղեղի ավարտից հետո, երբ փրկված ընտանիքը Նոյի գլխավորությամբ, որ կարելի ասել դրվում է սկիզբը վերաարարչագործության, նոր մարդկության կյանքի սկզբի, երբ բազմանում է, ցրվում է երկրով մեկ։ Եվ երբ ցրվում է երկրով մեկ, Բաբելոնի աշտարակաշինության դրվագի նկարագրությունից առաջ ներկայացվում են որոշակի մարդկային էթնիկական խմբեր ըստ իրենց ծագմամբ, հայրերով, ըստ իրենց բնակավայրի եւ ըստ իրենց լեզուների։ Հետևաբար լեզուները, որը կարելի է որպես խորհրդանիշ համարել նաև մշակույթի։ Դա բնական զարգացման երևույթ են։ Մարդիկ, երբ որ ապրում են աշխարհագրական հստակ մի վայրում, հեռու մեկ ուրիշ էթնիկական խմբից, ինքնուրույն մշակութային, լեզվական, քաղաքակրթական զարգացում են ունենում։ Եվ այդ նկարագրության մեջ նշվում է մեկ անուն, Նեմրովթի անունը, որը մեր միջնադարյան գրականության մեջ անվանվում է Բել։ Ասում են Նեմրովթը երկրի վրա գնալով սկսեց հզորանալ եւ սկիզբը դրեց Բաբելոնի թագավորության։ Հետո նաեւ սկիզբը կդրվի ասորեստանյան թագավորության։ Ուրեմն մինչև Բաբելոնի աշտարակաշինություն արդեն սուբգիրքը մեզ տալիս է, թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն մարդկանց միջից մեկը հզորանում, ձեռք է բերում իշխանություն եւ սկիզբ է դնում թագավորության, դինաստիայի եւ այլն։ Բաբելոնի աշտարակաշինության դրվագում հենց սկզբում կարդում ենք, որ ողջ երկրում գոյություն ուներ մեկ լեզու եւ բոլորը խոսում էին, այսպես ասած, մեկ բարբառով։ Հիմա մեկնաբանությունների մեջ ավանդական ընդունված այս մեկ լեզվի գաղափարը համարվում է բարիք։ Այսինքն մարդիկ միավորված էին մեկ լեզվի տակ։ Օրինակ Միդրաշներից մեկը ասում է, որ այդ լեզուն սրբարանի լեզուն էր, այսինքն այն պաշտամունքային վայրի, որ Աստված տվեց ուխտի ժողովրդին, որպես եբրայերենն էր։ Կամ եթե այլ կերպ ձևակերպենք, չէ որ արարչագործությունը տեղի ունեցավ խոսքով, Աստված ասաց, ասում են այդ լեզուն, այդ սուրբ լեզուն էր, որով ստեղծվեց աշխարհը։ Մեր ընկալումների մեջ հայկական աղբյուրների տված, որը նաև բավական լուրջ
վերցրել են բազմաթիվ օտարերկրացիներ, ասում են, որ այդ լեզուն եղել է հայերենը, ինչու, որովհետև եթե Հայկի եւ Բելի պատմությունը իրական է, ապա Հայկը լքել է Բաբելոնը հենց աշտարակաշինության ժամանակ, չհամաձայնվելով այդ ծրագրին, դիտարկելով դա հակաաստվածային եւ չուզենալով ենթակա լինել տոտալիտար հասարակության կամ հասարակություն ստեղծած Բելին կամ Նեմրովթին։ Հետևաբար, երբ Հայկը իր ժողովրդով, իր սերնդով դուրս է գալիս Բաբելոնում, որի արդյունքում որպես հայրենիք ձեռք է բերում այսօրվա մեր հայկական լեռնաշխարհը, նա իր հետ բերում է այդ սկզբնատիպ լեզու։ Սա ընդունված մեկնությունն է, բայց կա նաև մեկ ուրիշ մեկնություն, որը ավելի է մեզ օգնում հասկանալու, թե ինչու գոյություն ունեն գեր տերություններ, գեր ուժեր, որոնք այս աշխարհը պահում են ստրկության եւ մեղքի ճիրանների մեջ, իրենց հակաաստվածային, հակամարտկային, հակաբնական դրսևորումներով։ Ուրեմն, երբ ասում են, որ այդ ժամանակ մեկ լեզու կար, դա նշանակում է, որ արդեն Բելի կամ Նեմրովթի քաղաքականության արդյունքում տեղի էր ունեցել տոտալիտար հասարակարգի հաստատում։ Մեկ լեզու ասել է, թե այն խոսքը, որը պարտադրում է ուժեղը, այն մշակույթը, որը պարտադրում է ուժեղը, այն գաղափարախոսությունը, որը պարտադրում է նա, ով տիրապետություն է հաստատում ժողովուրդների մարդու մարդկության վրա, որի առաջին սուբ գրային դրսևորումը տեսնում ենք այստեղ։ Ուրեմն առաջի երևույթը, որ մենք տեսնում ենք այստեղ հաստատագրված, դա լեզվի մշակույթի գաղափարախոսության մի օրինականացումն է, հաստատվում է մեկ տոտալիտար գաղափարախոսության։ Սա մենք կարող ենք հասկանալ, որովհետև ապրել ենք խորհրդային տոտալիտար ամբողջատիրական հասարակարգում։ Սա կարող են հասկանալ նաև այսօրվա եվրոպացիները, որոնք անցել են նացիզմի եւ ֆաշիզմի միջով։ Պարզապես ցավը եւ խնդիրն այն է, որ այսօրվա իբրև դեմոկրատական հասարակությունների պայմաններում մենք տեսնում ենք այդ նույն ամբողջատիրական հասարակարգերի տրանսֆորմացված, վերափոխված դրսևորումները։ Առաջին հայացքից թվում է, թե մարդը ապրում է դեմոկրատիայի պայմաններում ժողովրդավարության, բայց խորքային առումով եւ հետևանքներով կրում է տոտալիտար ամբողջատիրական հասարակարգի հետևանքները։ Այս սա է մեծ սուտը, այս սա է հակաճշմարտությունը, որտեղ մարդը վերածվում է տնտեսական միավորի։ Հիմա փորձենք հասկանալ Բաբելոնի աշտարակաշինության դրվագում։ Ուրեմն գաղափարախոսություն, ամբողջատիրական։ Ինչ են անում։ Նախ ասում է արևելքից եկան, գտան մի մեծ դաշտավայր, Սենարի դաշտավայրը եւ այդտեղ բնակություն հաստատեցին։ Ու սկսվում է մի մեծ հսկայական, այսպես ասած, համամարտկային ծրագիր։ Կառուցել քաղաք, քաղաքի մեջ աշտարակ, որը գձգվի դեպի երկինք, անուն կհանեն, որպեսզի այլևս չցրվեն աշխարհում, մեկ ապրեն միասնական, այսինքն այդ աշտարակը, որ պետք է կառուցվեր, պետք է տեսանելի լիներ բոլոր տեղերից։ Այսինքն կառուցվում է իշխանության մի կենտրոն, որտեղից պետք է ղեկավարվի այդ ժամանակվա ամբողջ մարդկությունը։
Այսօր նման աշտարակներ կան, կամ նման աշտարակ կա, և եղել են նաև դարերի ընթացքում, այդ փորձը միշտ եղել է, որի սաղմը մենք տեսնում ենք Սուրբ գրքում Բաբելոնի աշտարակաշինության դեպքում։ Ինչն էր այս ծրագրի մղիչ ուժը։ Բացի որ մարդը միշտ հակված է ուրիշին իր տիրապետության տակ գցելու այդ հավակնությամբ, միշտ հակված է դրա։ Ուժեղը միշտ փորձում է իր խոսքը պարտադրել մյուսներին, իր կամքը պարտադրել մյուսներին ծառայեցնել իր նպատակին։ Մեր Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է Բաբելոնի աշտարակաշինությունը տեղի ունեցավ սատանայի և նրա արբանյակների, այսինքն այն մարդկանց, որոնք հետևում են սատանային, հպարտության պատճառով։ Քրիստոսի խոնարհության շնորհիվ, ասում է, տեղի ունեցավ հոգեգալուստը, որով մարդիկ սկսեցին միավորվել, ունենալով տարբեր լեզուներ։ Իշինություն Քրիստոսի մարմնի սուրբ եկեղեցու։ Ուրեմն այս ծրագիրը նախ եւ առաջ մարդու ամբարտավանության արդյունք է։ Եվ երկրորդը վախենում էին ցրվելուց, ինչպես նշվում է հենց այս հատվածում։ Անուն հանենք։ Ինչ է նշանակում անուն հանել։ Հին ուխտի մտածողության մեջ անունը Հաշեմը օգտագործում էին, որպեսզի չտային Աստծո անարտասանելի անուն։ Պատահական չէ, որ տերունական աղոթքի մեջ մենք ասում ենք Սուրբ Եղիցի անուն քո, չտալով անունը կոնկրետ ինչ է։ Այսինքն այդ համատեքստում Սուրբ Եկեղեցի անուն քո նշանակում է թող Սուրբ լինես դու, Տեր Աստված։ Այսինքն անունը հոմանիշն է Աստծո։ Ուրեմն անուն հանելը նշանակում է գնալ կռապաշտության, դնել կուռք Աստծո փոխ։ Իսկ կուռքը ինչ է։ Կուռքը մեր Աստծո պատկերացումն է, ոչ թե իրական Աստված, Աստծո պաշտամունք, այլ այն պաշտամունքը, այն ծառայությունը, այն ընկալումը, որը մենք ենք հաղորդում Աստծուն, ոչ թե որ Աստված իրականում է, այսինքն մեր կերտածն է։ Այս իմաստով աստվածաբաններ կան, որ ասում են կռապաշտությունը ոչ այնքան աստվածաբանական խնդիր է, որքան մարդաբանական խնդիր է։ Դա մարդու ստեղծածն է։ Տոտալիտար հասարակարգի առանձնահատկություններից մեկը արհեստական շինանյութի ստեղծումն է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք դա։ Ինչ են անում, որպեսզի կառուցեն այդ քաղաքը եւ աշտարակը։ Ասում է աղյուս թրծենք, այն հերով թրծելը կատարենք, այսինքն թողնում են բնական շինանյութը, որ կա բնության մեջ, եւ դիմում են արհեստական շինանյութին, օգտագործելով այդ մարդու աշխատանք աղյուսը եւ կուպրը, որպես շաղախ։ Փաստորեն գաղափարախոսություն, մշակույթ, լեզվի պարտադրանքից հետո հերթը գալիս է տեխնիկային։ Իսկ տեխնիկան, որպես կանոն, մարդուն ստրկացնում է։ Աղյուս թրծում էր ուխտի ժողովուրդը Եգիպտոսում ստրկության ժամանակ։ Այսինքն այդ աշտարակը կառուցելու համար այդ տոտալիտար հասարակարգի ղեկավարը եւ իր կառավարման համակարգը օգտվում էր ստրուկների աշխատանքից, մարդկանց տանում էր ստրկության։ Դարձյալ պիտի հիշեմ մի շատ հետաքրքիր թարգում, որը նկարագրում է հետևյալ պատկերը Բաբելոնի աշտարակաշինության։ Ասում է, երբ աշտարակաշինության ժամանակ պալկատուրայի վրայից
աշխատող բանվորներից մեկը ընկնում եւ զոհվում էր, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում։ Բայց երբ որ մեկ աղյուս էր մեկի ձեռքից ընկնում եւ փշրվում, բոլորը վայնասուն էին բարձրացնում։ Ասեք տոտալիտար հասարակարգ, տեխնիկայի զարգացում, որը ինքնին բարիք է, բայց ունի վտանգ մարդու արժեքը եւ արժանապատվությունը զրոյացնելու։ Այստեղ արդեն մարդը դառնում է իր իսկ ստեղծած տեխնիկայի եւ իր իսկ ստեղծած բարիքի ենթական, ծառը։ Գերմանացի մեծագույն փիլիսոփա Հայդեգերը 1966 թվականին հարցազրույց է ունենում Die Spiegel թերթի խմբագրի մոտ։ Եվ մետարկիր արտահայտություն է անում, ասելով, որ ամեն ինչ ֆունկցիա է։ Եվ այդ ֆունկցիան էլ իր հերթին նոր ֆունկցիա է ծնում։ Իր մտահոգությունը, ճիշտն ասած, ատոմային ռումբի, ատոմային այդ հզոր զենքի ստեղծմամբ է պայմանավորված, բայց շեշտադրումը անում է ոչ թե որ ատոմային ռումբը ստեղծվել է, որ մարդը վերանա երկրագնդի վրայից, հասկանալի այդ վտանգը կա, այլ շեշտադրումը այն է, որ այդ տեխնիկան, այսինքն այն ինչին որ մարդը հասել է, արդեն իսկ մարդուն արմատախիլ է արել երկրագնդի վրայից, որտեղ մարդը դարձել է իր իսկ ստեղծած տեխնիկայի սպասավորը։ Եվ շատ մտածողներ, փիլիսոփաներ ժամանակակից այդ կարծիքին էր, որ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ պատմության գործող անձը մարդն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ որ տեխնիկան վագրային թռիչքով սկսեց զարգանալ, մարդը ինքը դարձավ իր իսկ ստեղծած տեխնիկայի սպասարկուն։ Եվ այս հարցազրույցը նա տվել է այն ժամանակ, որ դեռ ինֆորմատիկան չէր ստեղծվել եւ զարգացած չէր։ Իսկ հիմա ալգորիթմը ինչ է ասում մեզ մարդուն, ասում է ոչ թե կարևորը թե դու ով ես, այլ կարևորը թե դու ինչքանով ես օգտակար, ինչքանով ես ծառայում այս տեխնիկային։ Եվ ամբողջ ցավն է, որ տեխնիկան կամ տեխնիկայի զարգացումը նպատակ չունի։ Եվ այստեղ է, որ մարդու արժեքը ոտնահարվում է, ճզմվում է։ Իսկ սա ինչից է բխում։ Մեր ճշմարտության հեռացումից, օտարացումից, աստվածային ճշմարտության օտարացումից։ Ինչպես է արձագանքում Բաբելոնի այս նախագծին Աստված, որը կարդում ենք Ծննդոց գրքում։ Ասում է իջնենք, խառնենք նրանց լեզուները, որպեսզի իրար չհասկանան։ Սա թարգմանությունն է։ Հետաքրքրական է, որ եւ եբրայերեն լեզվում բնագրի մեջ, եւ 70-ից հունարեն բնագրի մեջ, եւ մեր գրաբար թարգմանության մեջ չի ասվում խառնենք, որպեսզի չհասկանան։ Խառնենք, որպեսզի չլսեն իրար։ Հետ հասկանալի է, որ հետևանքը չհասկանալն է։ Հարցը այն է, որ Աստված մարդկանց լեզվի միջից հանում է հաղորդակցության գործառույթ, որպեսզի համաձայնություն չլինի այդ ծրագիրը իրականացնելու։ Ոչ թե որ օտար լեզուներ է ստեղծում, արաբերեն, անգլերեն, այլ մարդիկ կարող են 10 հոգի խոսել հայերեն, բայց իրար չլսելու հետևանքով իրար չհասկանան եւ առաջանա ինչ քաոս։ Ինչ էին ուզում երկինքը նվաճել, Աստծո դռները բացել։ Իդեպ Բաբել նշանակում է աստվածների դարպաս։ Եվ նրանք այդպես էլ պատկերացնում էին կռապաշտության այդ վիճակը, այդ հեթանոսական աստվածների, այն որ ճշմարտությունը բազմազան է, չկա մեկ ճշմարտություն, եւ եթե չկա մեկ ճշմարտություն, շնորհիվ ճշմարտություն չկա։ Ուրեմն ուզում էին բացել երկինքը։ Ճիշտ առաջի մարդու նման, որ ուզում էր նմանվել ինչպես Աստված։ Ինչ եղավ արդյունքում։ Քաոս։
Եվ ինչպես վերջում է ասվում տեքստի, այդ վայրը կոչվեց խառնակություն, Բաբելոն։ Այդ քաոսը այստեղից է առաջանում։ Երբ մարդը ժխտում է Աստծուն, ասել է թե ճշմարտությունը, ճշմարտության աղբյուրը իր կյանքը կառուցում է Աստծուն թիկունք դարձրած, այսինքն ստի, կեղծիքի, իր հպարտության, իր իմաստնությունը Աստծո իմաստնությունից գերի վերո ճանաչելով եւ դրա վրա իր կյանքը կառուցելով, որի արդյունքում մենք որպես հավաքականություն գնում ենք միշտ դեպի քաոս։ Դա կլինի մեր ընտանեկան հարաբերությունների մեջ, կլինի ընկերային կյանքում հասարակական, կլինի միջազգային հարաբերությունների մեջ։ Բաբելոնի աշտարակաշինության ամբողջ գաղափարն այն էր, որ տեղի էր ունենում մի օրինականացում, ոչ թե միություն։ Միության մեջ հարգվում է առանձնահատկությունը եւ մարդու, եւ էթնիկ խմբի։ Առանձնահատկություն կարող է լինել կրոնական, դավանական, մշակութային, արվեստի, լեզվական։ Աստված հարգում է այս բազմազանությունը, այս դիվերսիֆիկացիան։ Եվ կոչված է մեր կյանքը այս բազմազանությունը միության բերելու, երկխոսության միջոցով, սիրո միջոցով, հավատքի միջոցով, ինչը որ տեղի է ունենում հակա Բաբելոնում, որ էր հոգեգալուստը վերնատանը։ Զանազան լեզուներով խոսող մարդկանց մի խումբ հասկանում է, թե ինչ են խոսում, քարոզում առաքյալները հոգեգալուստից ժամանակ եւ հետո։ Այսինքն խոսվում է մի ճառ, մի բարի լուր, տարբեր տեղերից հավաքված տարբեր լեզուներ ունեցող մարդիկ հասկանում են, թե դա ինչ, այսինքն այստեղ էլ վերականգնվում է լեզվի հաղորդակցության բնույթը։ Հետևաբար միությունը հա Սուրբ Հոգու շնորհն է։ Միությունը Քրիստոսի հանդեպ հավատի շնորհն է։ Հավատն է, որ մեզ կարող է բերել միության, պահպանելով մեր բազմազանությունը, որը հարստություն է, մարդկության հարստությունն է։ Պատկերացնում եք մի պահ լինել միայն մի մշակույթ։ Որպես ամփոփում բերենք մի պատկեր Դարձյալ Սուրբ գրքից։ Սուրբ գիրքը սկսում եւ վերջանում է նկատի ունենալով երկու տեղավայր, որը իրականում տեղորոշելի չէ երկիր մոլորակի վրա։ Մեկը Ծննդոց գրքում երկրային դրախտը, որը մենք չգիտենք որտեղ է իրականում եղել, որից մարդը արտաքսվեց իր մեղքի պատվիրանախախտման, Աստծուց հեռանալու սեփական որոշման արդյունքում։ Վերջինը հայտնության գրքում մեկ ուրիշ տեղավայրի մասին է խոսվում, որը երկնքից է իջնում, Վերին Երուսաղեմ։ Այս երկու ոչ տեղորոշելի տեղավայրերի միջև է տեղի ունենում Սուրբ գրքի ամբողջ այդ պատմությունը եւ Աստծո հայտնությունը մարդկությանը։ Վայրեր, որոնք տեղորոշելի են, բայց հիասթափեցնող են, որովհետեւ այդ մեծ քաղաքներում են որպես կանոն տեղի ունենում բռնությունները, ուրացությունները, կռապաշտության հաստատումը, մեղսագործությունները եւ այլն։ Հիմա մարդկության կոչումն է ոչ թե Բաբելոնը բարձրացնել դեպի երկինք, այլ Երուսաղեմը իջացնել դեպի երկիր։